Այսօրվա պատգամի անունը սենց եմ վերնագրել։ Աստծո հետ համաձայնված։ Կարծում եմ լավ անուն է, վերնագիրը։ Աստծո հետ համաձայնված։ Ամեն։ Անահիտ ջան, խնդրեմ, որ գցես Ամովսի Ամովս, այդպիսի մարգարեություն կա Աստվածաշնչում, բայց մեր մեջ մարդ կա, որ նորը առաջ անգամը մենք իրան ողջունում ենք, խնդրում մի հատ կանգնի թող քեզ տեսնեմ։ Կամերայով չես երևում, ուղղակի կանգնի։ Աստված օրհնի քեզ, բարով ես եկել Աստծո տունը, թող ձեր մուտքը Աստծո տուն լինի հավիտենական։ Այսօր սիրահարվեք Տեր Հիսուս Քրիստոսին, ասեք ինչ է լինի, ես իրա հետևորդն եմ։ Ամեն։ Սուրբ Գիրքն այսպես է ասում, միթե սա Աստված է խոսում, հայ Աստված խոսում է այսպես Ամովս մարգարեի միջոցով, կարդում եմ, միթե երկուսը կգնան միասին, եթե համաձայնված չլինեն։ Հարց է տալիս։ Հնարավոր է երկու հոգի որոշեն, պայմանավորվեն, իրար հետ նույն ճամփով գնան նույն տեղը, եթե իրանք ներսով իրար հետ համաձայն չեն, եթե չեն համաձայնեցրել, դա իրար հետ նախորոք։ Պատասխանն է ոչ։ Եթե առանց հասկանալու գնանել, արդյունք չի լինել։ Հիմա, միթե առյուծը կմռնչի անտառում, եթե որս չունենա։ Մեկ-մեկ նայելու ենք իրար հետ։ Միթե առույգ առյուծը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։ Հետո Անահիտ ջան։ Միթե վայր կընկնի թռչունը երկրի վրա վարմի մեջ, վարմը թակարդն է, այն որ թակարդ են դնում թռչունների համար։ Եթե նրա համար լարով եղած չլինի։ Միթե վարմը վեր կառնվի երկրի վրայից, եթե մի որս որսած չլինի։ Կամ եթե փող փչվի, փող, դրամ չէ, փող։ Քաղաքում եւ ժողովուրդը չի վախենա, կամ չարիք կլինի մի քաղաքում, որ Տերը չլինի արած այն։ Շարունակենք, որտեղ Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդը իր ծառաներին, մարգարեներին։ Առյուծը մռնչել է, ով չէ վախենում, Տեր Եհովան է խոսում, ով չի մարգարեանը։ Հիմա գնանք 3-ից գանք Անահիտ ջան, ապրես։ Պարզեն ընդհանուր տեքստը, էլի համարներ կան, բայց ուզում եմ միասին նայենք սիրելիներ։ Աստված խոսում է, ինքը հարցական ունի, համ հարց է տալի, համ էլ 100%-անոց հայտարարություն է ինքը։ Այսինքն, որ հարցնում է մեր միտքը բացելու համար, բայց 100%-անոց ասում որ հնարավոր չի, որ այդպես լինի։ Ամեն։ Հիմա, ասում է, երկու հոգի միասին կգնան, եթե իրար հետ համաձայնված չեն իրանք։ Ում մասին է խոսքը։ Մենք ով։ Սա մենակ ես ու ներին չենք։ Դու քո ես իմ ով չի որ դու համարում ես։ Մտերիմ կամ ինչ-որ մեկը։ Սա շատ ավելի մարդ և Աստված հարաբերության մասին է խոսքը։ Աստված ասում է, դու իմ հետ չես կարա գաս, եթե դու իմ հետ համաձայնված չլինես։ Ես քեզ ուզում եմ տանեմ Արսեն։ Ես չգիտեմ դու քո եկեղեցու մասին ինչ կարծիք ունես, ինչ ես մտածում, բայց ես շատ մեծ կարծիքի եմ այս եկեղեցու մասին։ Եվ պատճառը ամենևին այն չի, որ ես հովիվն եմ։ Մեծ կարծիք ունեմ ես ընդհանուր եկեղեցու մասին։ Ամեն։ Եվ իմ կարծիքն ու համոզմունքը էսա, Աստված այս եկեղեցու հետ շատ ավելի մեծ լուրջ ծրագրեր ունի։ Եվ ես ուզում եմ լինել այդ ծրագրերի մեջ։ Ես ուզում եմ լինել իր կամքի, իր տարած ճանապարհի եւ իր առաջարկի մեջ, որ ինքը ասում է։ Այսօր ինքը ինձ ասում է, բոլորիս ասում։
Արսեն կամ Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցի։ Համաձայնվենք այն բաների հետ իրար հետ գնանք, որ ես ուզում եմ ձեր կյանքում անեմ։ Ով չունի սրա կարիքը, ես ունեմ։ Ով չունի սրա կարիքը, որ Աստծո հետ գնա եւ համաձայնված գնա։ Հնարավոր է ես լինեմ մասայի մեջ, ամբողջի մեջ, թիմի մեջ, մարդկանց մեջ, չգիտեմ, դպրոցի մեջ, տնօրենի հետ, չգիտեմ, հիմնարկում, եւ ես համաձայն չլինեմ դրանց հետ, հնարավոր է։ Ամեն, հնարավոր է։ Բայց Սուրբ Գիրքն ասում է, թե դու չես համաձայնվել ճշմարտության հետ, իմ հետ համաձայնված չես Աստծո հետ, ասում է, անհնար է, որ մենք երկուսով կարողանանք միասին ճանապարհ գնալ, չի ստացվելու։ Ես ես եմ աղոթում Աստծուն հիմա, իմ ու քո համար, ասում եմ, թե մեր բոլոր ներքին, բառերս ուշադրիր լսեք, մեր ներքին անհամաձայնությունները քո հետ, քո ծրագրի հետ, որ կա, որոնցից, նայ, հեսա ես բացատրեմ ինչ է դա, ես ուզում եմ այդ բոլոր անհամաձայնությունները փոխվեն համաձայնության, ես ուզում եմ իմ ներսը քո կամքի հետ հաշտվի, ամեն, հիմա դուք ասես միգուցե, ոնց գիտես մարդ կա, որ ասի ես Աստծո հետ համաձայն չեմ, չեմ կարծում բառացի մեկը ռիսկ անի արտահայտի ասի ես Աստծո հետ համաձայն չեմ, բայց մեր անհամաձայնությունները երևում են մեր կյանքի, մեր խոսքերի, մեր ընտանիքի, մեր ապրելակերպի, մեր կենցաղի մեջ, մեր վարմունքների, մեր գործերի մեջ է երևում Աստծո հետ մեր չհամաձայնվելը, թե չէ ոչ մեկ իրան ռիսկ չի անի, կվախենա, իրան թույլ չի տա, ինչպես ուզում եք հասկացեք, որ ինքը Աստծուն ասի, գիտես, ինչ կատեր ես քո հետ համաձայն չեմ։ Մեր գործերը խոսում են մեր փոխարեն, մենք Աստծո հետ, Աստծո ծրագրի ու գործի հետ, որ ասել է արի համաձայնվենք, իրար հետ ճանապարհ ունենք գնալու։ Իմ զոհաբերությունները, իմ թողնելը, իմ համաձայնվելը խոսում է նրա մասին, ես Աստծո հետ որ գնամ, համաձայնված տեղ հասնելու եմ, թե չէ, իհարկե հասնելու եմ։ Նրանք, ովքեր իրանց կյանքում ինչ-որ բանի հասել են հոգևոր, նրանք համաձայնվել են Աստծո հետ։ Եվ որն է համաձայնվելն Աստծո հետ։ Աստծո հետ համաձայնվելը այն չի, որ իմ ու քո կյանքը հալած յուղի նման գնալու է։ Լսում ես ինձ։ Աստծո հետ համաձայնվելն չի, որ դու ես ինչ ուզենք լինելու է։ Աստծո հետ համաձայնվելն այն չի, որ ամեն բան լինելու է իմ ծրագրի, իմ ցանկությունների, իմ էգոյի համեմատ, ինչպես որ ես կամենամ։ Աստծո հետ համաձայնվելն է նա, որ Տեր Աստված համաձայնվել եմ նեղություններին, եթե դու թույլ ես տվել։ Համաձայնվել եմ խնդիրներին, համաձայնվել եմ պրոբլեմներին, եթե սա դու ուզում ես, ես սրանց հետ համաձայն եմ, բայց ես քո հետ անցնում եմ, ես դուրս եմ գալու, ես չեմ մնալու ստեղ։ Ամեն։ Սա է համաձայնությունը, որ ես ու դու չենք փախնում ճանապարհի տեսից իրենից։ Սա է համաձայնությունը, որ մենք իրականքին անվերապահորեն ասում ենք այո Տեր։ Այո Տեր, համաձայն։ Դիտեք, նրա կամքը մաքուր սիրտ ունեցող հավատացյալի համար չի քննարկվում։ Լսա՞ր։ Չի քննարկվում։ Անեմ թե չանեմ։ Միայն խոսում եմ մասին այո Տեր, համաձայն եմ։ Ամեն, միշտ հիշի, սա նույն է մարդկային շփումների մեջ, սա նույն է եկեղեցու մեջ, սա նույն է ընտանիքի մեջ, սա նույն պրինցիպը սկզբունքն է քո գործի տեղում, քո աշխատանքի վայրում, քո ընկերական շրջապատում, ամեն տեղում սա նույն սկզբունքն է, եթե դու համաձայնված չես, դու չես կարող իր հետ գնալ։ Գիտեք գնալն ինչ է։ Ուղղակի ամբողջի հետ գնալը չի։ Գնալն է, որ ես ունեմ նպատակ։ Ես գնում եմ ես հասկացել եմ այս ճանապարհը։ Գնում եմ եւ վերջում այնտեղ նպատակ այնտեղ դրած է, ես վերցնելու եմ սա։ Աստծո հետ համաձայնվել բնավ չի նշանակում ամեն բան պետք է լինի իմ ու քո սրտով։ Իմ ու քո պահանջով, իմ ու քո ուզածով։ Աստծո հետ համաձայնվելն է նա, որ Տեր Աստված ես ինձ դնում եմ։ Ես զոհաբերվում եմ։
Ես հրաժարվում եմ լիքը բաներից, որոնք խանգարում են քո հետ համաձայնվելով։ Ինչ եք մտածում, հիմա օրինակ ես 90 մարդու կամ մի քիչ ավել, իրանց մեջ չկան մարդիկ, ովքեր իրանց ներսով Աստծո հետ կռվում են։ Միգուցե կռվում է, բայց չի հասկանում, որ կռվում է։ Միգուցե համաձայն չի, բայց չի հասկանում, որ համաձայն չի։ Միգուցե ինչուների, խիերի հարցերը այդքան կույտերը շատացե, իրան ինքը չի կարում պատկերացնի, որ այդ իրա ինչուները արդեն բողոք է Աստծո հանդեպ։ Իրա ինչուները չհամաձայնվել է Տիրոջ կամքի հետ։ Ամեն։ Ես համաձայնվում եմ քո հետ Տեր։ Այո, երկուսով, մեկը դու ես, Տեր Հիսուս, մեկը ես եմ։ Եվ ես քո հետ համաձայնվում եմ ճանապարհ գնալու։ Իմ ներսով համաձայն եմ քո հետ։ Լուր, անձայն, համաձայն։ Ամեն։ Ոչ թե անհամաձայն, այլ համաձայն, բայց ասեմ քեզ, ցանկացած համաձայնություն ինքը դրսևորվում է, ինքը պտուղում է։ Անհամաձայնությունը ավելի ուշ է դրսևորվում։ Լսում ես։ Անհամաձայնությունը ավելի ուշ է դրսևորվում, քան համաձայնությունը։ Համաձայնությունները, որ ինքը միանգամից ասում է համաձայն է։ Դուրս եկա, ինձ գրավում է, դա ինձ դուր է գալիս, քո հետ համաձայն եմ։ Բայց անհամաձայնությունը ինքը մի քիչ ուշ է երևում, բայց երևում է։ Ժամանակ է պետք որ երևա։ Ես չեմ ուզում լինել դրա մեջ։ Ես ուզում լինել համաձայնված վիճակի մեջ։ Աստծո հետ։ Համաձայն ես։ Լավ բան եմ ասում թե չէ։ Թող մնա։ Հիմա ինքը օրինակներ է բերում, տեսեք ինչ օրինակներ է բերում Աստված։ 100%-անոց օրինակներ, կրկնում եմ, չի հարցնում, 100%-ով ասում է, որ սենց է։ Ամեն։ Ասում է, առյուծը կմռնչի անտառի մեջ, եթե ոսչ չունենա։ Այսինքն, հենց նենց, նայ արդեն գալիս է դրսևորմանը։ Տեսակ առաջի խոսքի մեջ լուր անձայն ներսի վիճակ է, կամ հա կամ չէ, բայց երկրորդում արդեն ինքը դառնում է գործողություն, տենում եք դրսևորումը։ Այսինքն, եթե ինքը մի բան տենում է, ինքը համաձայն է, առյուծներ ջան, ձեր հետ եմ, ամեն։ Եթե դուք միջև մի բան չտեսնեք, չեք հեռնի ձեր տեղից ուզենաք մի բան անեք։ Ամեն, հիմա ասում է, այս առյուծ եկեղեցի, չի մռնչա, եթե որս չունենա։ Այսինքն, տենում եք դրսևորումը, այսինքն, հենց ինքը լուր անձայն նայում է։ Հենց որսատենում, միանգամից մռնչում է, մռնչալն ինչ է, որ հելում ասում է լուրն, մի հատ ձայն է հանում, եթե կարյուծի մռնչոցն ինչ է, ես մի հատ բան էի նայում տարիներ առաջ հետ, YouTube-ով, այդքան բան չեմ նայում ես, բայց այդ մեկը նայել կինո էր, ինչ ես չգիտեմ, առյուծը որ մռնչում է, 7-ից 8 կիլոմետրի վրա իրա ձայնը, որ գնում է, որ հասնում է ուրիշ կենդանիների ականջին, իրա մռնչոցը, իրանք գիտեն է, որ շատ հեռու է առյուծը, չի կարասնի, բայց անկախ իրանցից սենց էինելով։ Վախենում ենք զբար։ Առյուծներ ջան։ Այո, ես աղոթում եմ, գիտեք ինչ եմ աղոթում հիմա ասում սաղիս համար, ես աղոթում եմ, որ Աստված ինձ քեզ և ամբողջ եկեղեցուն որս ցույց տա, որ նպատակ, տեսիք, ճնջղուկի մասին չեմ խոսում, սա հոգևոր է, մարմնավորով օրինակ է բերում Տերը, մեզ հոգևոր դաս տալու, այդ որսը, որ ասում է տենակը մռնչա, դա նպատակն է, տեսիքն է, դա համաձայնված վիճակն է, որ դու տենում ես վերջ ասում եմ, եկամ, չգիտեմ, ես չեմ կարող լավ նորա։
Դու գնում ես դեպի քո նպատակ մռնչում է, նույն է, որ առույգ առյուծը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։ Գիտեք սա ինչ է, սա արդեն խոտ, նայ, առեն ես վերևինի մասին խոսում է, ոչ ինչ, որ ես մի քիչ հայերեն ես լավ է։ Վերևինը խոսում է, որ ինքը որսին տենում մռնչում է։ Գիտեք, մենք մեր հոգևոր իշխանությունը առյուծի մռնչոց։ Մենք մեր այդ կարողությունը, օծությունը շատ ժամանակ գործի չենք դնում, որտեղ հոգևոր նպատակ չունենք մեր առաջ դրած։ Հոգևոր տեսիլք չունենք, դրա համար մեր կյանքը, շատերիս կյանքը անցել միակավ է։ Արարոտ ակնացա է, բալուս, հարկեստեր շնորհակալ եմ, որ ոչ մի բան վրես չի փոխվել, բերանս չի ծրվել, գիթս տերն է, սաղ տնեցիկներն են, փարքես, շնորհակալ ենք, մի հատ կոֆե խմանք, գնացինք գործի եկանք, իրիկում Տեր Աստված մի հատ էլ ընեց արա այսօր էլ քնենք բրծան։ Սաղ սալամատ մեր լեզվով ասած։ Չէ, ես որս եմ ուզում, ես նպատակ եմ ուզում, ես տեսիլք եմ ուզում, որը տենալով իմ հոգևոր իշխանությունը, ուժը, համաձայնությունը, օծությունը, հոգին սկսում է դրսևորվել։ Լավ եմ ասում, երբ որ դու դա տենաս, դուք պատկերացեք, դուք սենց հանգիստ նստած եք ձեր տունը, նստած եք դիվանի։ Մեկ են հանկարծ մի հատ ձեր համար շատ կարևոր ու թանկ մի բան ներս է մտնում կամ շարժվում ատեղ, որ դա ձեզ պետք է, ոնց ձեր տեկից կթռնեք միանգամից, այս է ասում մեզ Տերը։ Եվ ես ասում եմ հոգևորության վրա։ Ես ուզում եմ մռնչամ, ձայն հանեմ, որտեղ ես հոգևոր եմ, ես տեսիք նպատակ պիտի ունենամ իմ առաջ, ինչի համար եմ մռնչում։ Գիտեք շատերս մռնչում ենք, բայց ուրիշ բաների վրա։ Շատերս մռնչում ենք, բայց ուրիշ բաների վրա։ Հələ մի հատ թող քո սիրած մի բանը լինի, թող քեզ օգուտ մի բան լինի, դրամական, նյութական, մի հատ կենցաղային մի հարց ես, ոնց ես մռնչալու վլում, րոպեական հարցեր ես լուծում, բայց հոգևորի համար չկա ոչի բան։ Ես մեր եկեղեցու համար սա եմ ասում, սիրելիներ։ Եկեղեցի, ես ու դու սրա կարիք ունենք, մենք սրա կարիք ունենք հոգևորության մեջ, մենք սրա կարիք ունենք եկեղեցում, մենք սրա կարիք ունենք Աստծո հետ հարաբերություններում, մենք սրա կարիքը ունենք մեր տների մեջ, մեր բարեկամների մեջ, փողոցում, աշխատանքի վայրում, ամեն տեղ, մենք սրա կարիքը ունենք տեսնելու հոգևոր բան։ Հիմա տեսեք ինչ է։ Ասում է առույգ առյուծը, մի հատ ասա առույգ։ Լքի ասում առույգ։ Առույգ գիտեք, չէ ինչ է։ Աշխուժ ուժեր, ռուսերեն բոդրիչ, թե սենց բան, այսինքն մեկը, որ քնած չի, թմբրած չի, զգոն է, սթափ է, իրա ուժը գիտակցում է, իրա իշխանությունը գիտակցում է, և այն ինչ որ Աստված իրան տվել է, արդեն դա իրա մոտ է, ոչ մեկ իրանից չի կարա խլի։ Ես ես առույգությունն եմ կանչում, մեր վրա և մեր եկեղեցու վրա, այն ինչ որ Աստված տվել է քեզ առույգ առյուծ։ Ճիշտ է այն խոսքը, որ ասում են առյուծի ներքո ոչ չկա։ Սա առյուծ է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ոչ մեկ չի կարա եկի քեզնից խլի, որտեղ դու, եթե դու ստապ լուրջ հոգևոր ես, ես առույգ առյուծի պես։ Այն ինչ որ Աստված քեզ տվել է, որ դու ունես քո տան մեջ, քո որջի մեջ, քո ներսում, ոչ մեկ դա քեզանից չի կարա վերցնի։ Գիտեք շատերս կորցնում ենք, որովհետև այնքան զբաղված ենք ուրիշ բաներով, այնքան թմբիրի մեջ ենք, այնքան քնած ենք, այնքան անզգա ենք դառել։ Դրա համար մեր կարողությունը, մեր օծությունը, մեր պարգևները, մեր շնորհները, Աստծուց մեզ տրված նվերները հեշտությամբ կարողանում են մեր ձեռքից տանել։ Բայց առույգ առյուծից դժվար թե մեկը կարենա իր որսը վերցնի։ Հիմա դու կարող ասես ես ինչ ունեմ, լսի, ես մի քիչ առաջ ասում եմ, որ այդ որսը տեսիլքն է, նպատակն է նաև։ Գիտես ես 90 հոգու մեջ անկեղծ եմ ասում, համարձակ ես ձեր հովիվն եմ։
Հավատացեք, ես ձեզ ավելի շատ եմ սիրում, քան թե դուք ինձ։ Չես հավատում, գնա Տիրոջից հարցրու։ Եվ թող ինքը խոսա քո հետ, ասի, որ ասելը ճիշտ էր ասում։ Լիքը մարդ կա ստեղ, ես գիտեք այս նախադասությունը ասի, որ ես ավելի շատ եմ սիրում, որ չիմանաս ես քեզ հանդիմանում եմ, բայց եթե հանդիմանվես լավ կլինի, որ չիմանաս ես քեզ բան եմ հասկացնում, ուզում եմ քեզ նեղացնեմ, չէ, բայց այս դահլիճում լիքը մարդիկ կան, ովքեր իրանց նպատակում տեսրքը կորցրել են ու իրանց հոգնել չի, իրանց վեջին էլ չի, որ իրանք կորցրել են իրանց նպատակը հոգևոր, որ իրանց հոգևոր ծրագրերը, պլանները կորցրել են, տեսիլքը կորցրել են, բայց շատ հանգիստ է իրանց համար։ Գիտեք, կներեք, շատերը չեն հասկանում, որ դա հանգիստ չի։ Հնարավոր է դու այդ վիճակի անունը դնես Աստծո օրհնություն, Աստված ինձ օրհներա։ Բայց ես կստեմ քեզ ասելու, որ դու խաբված ես։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Եթե դու դադարել ես խոսալ քո ով լինելու մասին, եթե դու դադարել ես խոսալ քո հոգեցության մասին, դու գիտեք պատահական էի, որ սկզբից հենց ասում էի Աստված էջը փակում է։ Հեսա ինչքան լավ նուրբ եմ ասում, ինչքան եմ քաջալերում քեզ, որ բարձավ, լավ վատ, փակի էտի։ Սկսիր վերագտնել են ուժեղ բաները, որ Աստված քո հետ խոսացել է, որ դու ունեցել ես կամ ունես հիմա, շարունակիր առաջ գնալ։ Արյուծներ ջան, թող ոչ մեկը ձեր ձեռքից, մեր ձեռքից, իմ ձեռքից, եկեղեցու ձեռքից իրա տեսիլքը, նպատակը, այսինքն որսը, պարգևները, նվերները չկարենա վերցնել։ Վերջ անգամ եւս մարգարեացել։ Վերջ անգամ եւս Աստծուց հայտնություն ստաց։ Իրական քո ցանկությունը չէ։ Հասկանու՞մ եք ինչ նվերների մասին եմ հիմա խոսում։ Երբ վերջ անգամ Աստված հետդ ուղակի սենց ուժեղ խոսացել մի հատ ուժեղ բանի մասին։ Վերջ անգամ եպես Աստվածաշունչ կարդալուց այնքան հայտնություն ստացել, որ չես հասցրել գրես կամ հիշես։ Դու գրի, ինձ մի նայ, ես հիշում եմ։ Բայց ես էլ եմ մոռանում մեկ-մեկ գրումը։ Վերջ անգամ եպես եղել ուժեղ աղոթքի մեջ ու չգիտեմ ինչ էր ատել։ Վերջ անգամ եպես աղոթել, որ լուրջ հրաշքներ ու գերբնական բաներ ա եղել։ Այս բաների, գիտեք, եպես վերջի անգամ մտածել քո ով լինելու մասին ու պատրաստ ես ամեն բան թողնել գնալու միջև վերջ համաձայնված Քրիստոսի հետ քո կոչման մասին, որտեղ բոլորը պարգևներով մարդիկ եք Քրիստոսի տան մեջ։ Բոլորս պարգևներով, նվերներով, շնորհներով առատ մարդիկ եք։ Հենց այնպես մարդ չկա։ Եթե Քրիստոս քո մեջ ապրում, դու վերստին ծնված ես, Հիսուսին ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ, դու լիքը բաներ ունես քո մեջ։ Խնդրում եմ քեզ, ես չեմ քարոզում մարտի 8-ի մասին, լավ եմ անում, ես մտածված ինչ տոն կա դրա մասին չեմ քարոզում այդ օրը։ Որտև սա 1000 անգամ ավելի կարևոր է կիրակի, քան մարտի։ Ամեն։ Մի թողեք, եկեղեցի, խնդրում եմ, անհատ մի թող տանեն դա քեզանից։ Կրկնում, դու պարգևով մարդ ես, դու ավետարանի չես, քո մեջ միգուցե առաքյալ կա, քո մեջ մարգարե կա, քո մեջ վարդապետ կա, քո մեջ հովիվ կա, քո մեջ ուսուցիչ կա, քո մեջ միսիոներ կա, քո մեջ քարոզիչ կա, քո մեջ մխիթարող կա, քո մեջ բաշխող կա, քո մեջ սիրող կա, քո մեջ վազող կա, քո մեջ հաջալերով կա, քո մեջ ամեն բաները, քո մեջ կա այս բոլոր պարգևները, քո մեջ լեզուներ կա, քո մեջ թարգմանություն կա, քո մեջ մարգարեություն կա, քո մեջ հայտնության խոսք կա, քո մեջ գիտության խոսք կա, քո մեջ թարգմանություն կա, քո մեջ հավատք կա, քո մեջ լեզություն կա։ Ես այս ամեն բաները իմ ու քո մեջ կա։ Բայց կներես նորից եմ ասում, վերջի անգամ եպես մտածել ես բաների մասին Տեր Աստված։ Մի հատ օրինակով բերեմ համեր Քթարմաստան։ Մի հատ բան է լինում, մի հատ հասարակ մեկը հետո երբ որ 90-ականներին երկիրը փոխվում է, այս մարդը դառնում է միլիոնատեր։
Արտուրը ճանաչում է, ում մասին եմ ասում։ Ասում եմ մի օր սենց, ինքն էլ հնում է պերաշկի ծախող կոմունիստների ժամանակ։ Ասում եմ մի օր սենց, կայնում է արդեն բիզնեսները տրաքում է, հաջողված տները, անուն չեմ ուզում տամ եթերում եմ դրավ։ Ասում է սենց, ասում է կայնավ, ասում է սենց նայում են իրա զավոդներին, իրա տներին, ասում է ինքը իրան անունը տալով, էլի ես անունը չեմ տալիս, իրան ասում են, օրինակ Արսեն ջան, արա ինչ էիր ինչ տար։ Հիմա ես սա հակառակ կողմից եմ ասում, խնդրում եմ դուք գիգանտներ եք, իմ խոսքը բավարար է, ձեզ որ ասում դուք գիգանտներ եք, անկեղծ եմ ասում, դուք այնքան բան կարաս անես Աստծո համար, ես էլ քո հետ միասին, դու այնքան շնորհներով, տաղանդներով օժտված մարդիկ եք, որ միգուցե դուք այդ կարծիքը ձեր մասին չունեք, բայց ես ստեղ եմ հիմա քո մասին, քո կարծիքը փոխելու բարձրացնելու, դու կարաս, Աստված կանչել է քեզ։ Բայց հակառակն է, ցավոք սրտի այսօր, մեր մոտ այդ խոսքը կարա հնչի հոգոց անելուց ուրիշ առումով։ Ասեն, ինչ ծրագրեր ունեիր, ինչ էլից էիր խոսում, ինչ էիր անում, ինչ տեսիք ու երազանքներ ունեիր Տիրոջ հետ, ինչ էիր, ինչ տառարել, զրոյացել է, առույգ առյուծ, մի հատ արդնացիր, մի հատ քեզ արդնացրա, մի հատ խրի քեզ արդնացրա, խփում եմ, խնդրում եմ, մի հատ ծենց արեք, մի հատ քեզ արդնացրա Հիսուսի անունով, ասա, ես անկեղծ եմ ասում, ես ինքս ինձ ասում եմ, ես ինչ վիճակում հիմա որ կամ, ես իմ ներսը ինձ ասում Արսեն, էդի քեզի չիս ասում, հասկանում ես ինձ, մեղքի մեջ եմ ապրում, չէ, բայց որ գիտես ինչ կա, ինչա տվել, դու հիմա ինչ պիտի լինեիր, ու տենում ես, որ դրանից ներքև ես, ասում ես, այս ինձի չիս ասում, ամեն հասկանան եմ խոսում, մի հատ ասա հասկանան, ամեն, շատ փոխի անայնչա, և նույն պատկերով գալիս է, չկանգնեմ ես քանի վրա, միթե, նայեք, այսինքն, հնարավոր չի, որ դու դրսևորվես առանց պատճառի հետ խոսում Աստված, դու չես կարա անընդհատ ասես, ես ունեմ տեսիք, երազանք, Աստված իմ հետ խոսած, Աստված ինձ ասեց, բայց ոչ մի նման քո խոսացածի նկատմամբ ոչ մի դրսևորում չունենաս։ Այսինքն, օրինակ, Աստված ինձ ասել է գնա Նախճիվան, չգիտեմ, ձերս էսյան գնաց։ Գնա Նախճիվան, ես ամբողջ օրը խոսում եմ, Տեր ինձ ասել է գնա Նախճիվան, բայց դուք ամեն օր տենում եք, ես եթում եմ Արտաշատիա։ Սա, այս դրսևորումը համարժեք է իմ տեսիքի կամ իմ խոսացածին, ոչ։ Կհավատակ ինձ չեք հավատա։ Ինչի չեք հավատա, որտեղ լավ կանեք։ Ես ամեն օր ասեմ Աստված ինձ ասել է գնա Նախճիվան, կամ Նախիջևան գա։ Չիմանակ պատմությունը չգիտեմ, կարամ ասեմ իշքան մարդ ապրում, քանի հազար քառակուսի կիլոմետրա, քանի ռայոնի է բաժանված, որ ռայոնն ամենամեծ է։ Բայց ես ամեն օր գնում եմ Արտաշատ։ Արսեն եղբայր, բա ուր է Նախճիվանը։ Ադել Արտաշատ գործ ունեմ, էլի մի օր գետամ։ Հասկանում եք իրար, այս ամեն տեքստը դրա մասին է խոսում։ Փոք փչվի, եթե ես չէ, հասկանալի է, ինչ եմ ասում, անցի։ Որովհետև Աստված, նայ, հետո ինքը գալիս է իրա վրա։ Նա ինչքան հետաքրքիր է։ Նա ինձնից քեզից չի պահանջում մի բան, որ ինքը չի անի։ Հետո ինքը իրա վրա է գալիս։ Իրա մասին է, որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, միջև չհայտնի իրա խորհուրդը իրա ծառաներին մարգարեին։ Այսինքն, ես ինչ երազանք, տեսիք, նպատակ, որ ձեր հետ ունեմ, ասում է Տերը, ես էլ եմ ասում է Տեց, այն առյուծի նման եմ, այն վարմի նման եմ, այն առույգ առյուծի նման եմ, այն համաձայնվածի նման եմ, հասկանում եք տեքստը։
Եթե ես էլ ինչ-որ ուզում եմ անեմ Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցուն, կամ ես 90 կամ 190 որսեպտիրներ իրանց հետ, միջև չդրսևորվեմ, չհայտնեմ ինչ եմ ուզում անեմ, չեմ անի։ Մեզ ինքն էլ այդպես ասում, այսինքն ես ինչ-որ ուզում եմ անեմ, ես դրա համարժեք դրսևորվելու եմ ու դու տենալու ես, որ իմ խոսացածն ու իմ գործը իրար էլ բռնում է։ Լավ եմ ասում։ Հասկանալի է։ Բայց այն մարդուն խոսացածն ու գործը իրար էլ չի բռնում, ինքը ներսով համաձայնված չի կարող այդ երկուսի հետ գնա։ Այն որ սկզբում ասում էր, ամեն։ Հիմա եւ առյուծը մռնչել է, ով չի վախենում, եւ Տեր Եհովան է խոսում, ով չի Մարգարյանա։ Գիտեք, վերջին ժամանակներում, այս անցած տարիներին ինչքան տեսանք, ինչքան դուք եք տենում ամեն օր, Facebook-ներով, YouTube-ներով, եսին որտերանքով, ինչքան մարդիկ են խոսք ասում իբր մարգարեություն, բայց Տեր Եհովան չի մռնչացել։ Երկինքը չի խոսացել։ Իրանք են ուղղակի խոսում, ես չեմ ասում երկինքը չի խոսում ոչ մեկի հետ։ Բայց դրա համար ասեմ, լիքը բաներ տեսանք ու հենց հիմա լիքը կա, ովքեր խոսում են, բայց Աստված չի մռնչացել։ Այսինքն իրանից չի, երկնքից չի։ Ուղղակի իրանց ցանկության, իրանց երազանքի, իրանց ուզած մարդկային բաների համեմատ խոսում են իբրև մարգարեություն, բայց տեսեք ինչ ասում, երբ որ Աստված սկսի մռնչալ, ասպա դուք մարգարյանալ եք։ Այսինքն իրա ներսը, երբ որ սկսում է դրսևորվել, ուշադիր լսի, դա ազդում է դիմացինի վրա։ Եվ ինչ է լինում։ Արմեն Օլգան սկսում են մարգարյանալ։ Ամբողջ եկեղեցին սկսում է մարգարյանալ, վազում է։ Ծառայել, ես, եթե երկինքն է սկսում խոս, հիմա ասում, եթե ես խոսամ, դու չես կարա չանես։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Իսկ էլ մարդիկ, որ չեն անում, ասում են Տերն ասել է արա, բայց ինքը չի անում, ուրեմն ով ասե։ Տերը կապ չունի։ Լավ եմ ասում։ Որից եմ ասում, Սուրբ Գրքից եմ ասում։ Կրկնում եմ, Սուրբ Գիրքն ասում է, եթե ես քեզ ասեմ արա, մռնչամ, դու անելու ես դա։ Հասկացել ես ինձ։ Միքիա 6:8, եկեք տենանք Աստված մեզնից ինչ ասում։ Քանի հոգի կան, ինչ որ ասել են, ինչ ես ընձնից ուզում։ Ինչ անեմ ես։ 4-5 հոգի, Տերը ոսմի, 8-10 հոգի, էլի ոսմի։ Ասմա քեզ հայտնել է ով մարդ, թե ինչ է բարի։ Ով է ուզում բարի բանանի։ Ասմա Աստված հայտնել է քեզ, թե ինչ է բարի։ Եվ Տերը ինչ է ուզում քեզանից։ Իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Այս իրեք բանն է գրում Միքի այստեղ։ Կրկնում եմ, իրավունք անել։ Դուք տենում եք գործողություն։ Տենում եք, չէ՞։ Ձեր մի հատ լուրջ հարց եմ տալիս։ Կանայք, ամուսիններ, մարդիութա, հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ, երեխաներ, թոռներ, ընկերներ, զույգեր, գործընկերներ, ամեն ոլորտը ներառեք մեջը։ Ձեր կյանքում կա մեկը, որի իրավունքը դուք խախտել եք։ Մի պատասխանեք, ես միտք եմ բացում։ Եթե դուք խախտել եք կամ խախտում եք մարդու օրինական իրավունքը, դուք իրա վրա ճնշում եք բանեցնում։ Դուք խլում եք իրավունքը։ Պողոս առաքյալն ասում է, իրարու զրկանք չանեք։ Գիտեմ, որ կարդացել էիր, բայց լսիր։
Իրարու զրկանք չանեք, այսինքն իրարու չզրկեք։ Խոսում է ամեն իրադրության մեջ, չէ՞։ Այնտեղ խոսում է եղբորը դատի տալու մասին, հավատացյալը հավատացյալին դատի բանտ քաշելու, իրանց իրավունքը որոշելու մասին, ասում է դուք բողոքում եք, որ ձեզ զրկում են ինչ-որ բանից, բայց դուք զրկանք եք անում հենց ձեր եղբայրներին։ Հասկացաք, որ ընթացիներին եք գրում։ Հիմա անկեղծ եմ ասում, իրավունք անելու վրա ուշադրություն դարձրեք, երբ որ դուք ձեր կողմից վերականգնում եք ձեր դիմացինի իրավունքը, դրա մեջ քո համար լուրջ օրհնություն կա։ Բավական է ցուցափայտով դասատու խաղաս։ Բավական է ճնշումով մարդկանց իրավունքը վերցնես, թույլ չտաս, ճնշես, սահմանափակես մարդուն։ Դու դասատու չես, մի հատ ցուցափայտը դիրեյան։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Դիրեյան մարդու իրավունքը թող իրան, ու կտենաս ոնց է օրհնությունը գալիս։ Ողորմություն սիրել։ Սիրում եք ողորմություն։ Սա այն որ միտեղ մեկը նստած շոշի վրա փողը հավաքում, իրան կոպեկ տալը, դրա մասին չենք խոսում։ Ողորմություն բառն Աստվածաշնչում է, որ քո դիմացինը քո հանդեպ 50 սխալ ունի, ինքը արժանի է դատաստանի քո կողմից, բայց դու իրան չես պատժում։ Դու քո սրտի մեջ իր համար դատաստան չես խոսում, դու սիրում ես ողորմությունը, սիրում ես ողորմություն անելը, այսինքն դատ չես որոշում, քո սրտի մեջ իր համար դատեր չունես։ Թեև կրկնում եմ, ինքը 50 հատ սխալ է, դու вообще 0 սխալ ունես, ճիշտ ես։ Ով է ինձ հասկանում։ Աստված էս է ուզում ինձնից ու քեզնից ողորմությունը սիրել։ Անկեղծ ասում եմ, Տեր Աստված, իմ ներսը մեզ դարձրա, որ ես ողորմություն անելուց այս թեմայի մեջ, ես հաճույք ստանամ։ Հաճույք ստանամ, երբ որ մարդուն իր նման չեմ անում։ Դա ինձ հատուկ հաճույք պատճառ է։ Խոնարհվեմ, դա ինձ ինչքան խոնարհվում եմ, այդքան հատուկ օրհնություն ու հաճույք եմ զգում իմ կյանքի վրա։ Ուզում եմ դա լինի նույնպես ողորմությունը սիրելու պարագայում, որ դուք ու ես բոլորս սիրում ենք ողորմություն անելը մարդուն։ Դուք Հիսուսի բժշկության գլխավոր արմատը, որ մարդկանց բժշկում էր, դա այն է, որ ինքը սիրում էր մարդկանց։ Եթե դուք մարդկանց չսիրեք, դուք չեք կարող բժշկել իրենց։ Կա մի հատ էլ մեր մեծական խոսքը է, ասում է պատից կախած հրացան կարող է տարի մեկ էլ իրան գրակի։ Սրա մասին չի խոսքը։ Որ են յա բախտի մի հատ 50-ից մի հատ մի բան էլա։ Մենք պետք է սիրենք մարդկանց։ Աստված է դա պահանջում, ողորմություն սիրել եւ քո Աստծո հետ։ Մտածեք, այս երկուսը վերաբերվում էր մարդկանց, որ դու մարդու հետ ես շփվում վերաբերվում։ Մյուսը երրորդը վերաբերվում Աստծուն։ Խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Այսինքն խոնարհությամբ գնալ, բացատրում եմ բառը, խոնարհությամբ ապրել, գնալ, ընթանալ, վերաբերվել քո Աստծո հետ եւ Աստծո առաջ բոլորի հետ։ Վերաբերվել խոնարհությամբ, խոնարհ սիրտ ունենալով։ Արդյոք մունաթը իմն է, չէ՞։ Արդյոք կոշտությունը իմն է, չէ՞։ Արդյոք կոպիտ պատասխանը իմն է, չէ՞։ Արդյոք թույն խոսք ասելը իմն է, չէ՞։ Արդյոք վիրավորական, մունաթական կրկնող բառեր նախադասել իմն է, չէ։ Աստված ինձնից պահանջում է բարի։ Ասում ով է ուզում բարի։ Դու չէ։ Ասում ուզում ես բարի։ Այս բաներն անը։ Էսա Աստծո պահանջը ինձնից ու քեզնից։ Ամեն։ Չեմ ուզում խորացնեմ, որովհետև վստահ եմ, որ հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Ամեն։ Եվ հաջորդ խոսքը, որ կա Հռոմեացիս 2:5, էսի մի քիչ ուզում սենց ոնց կիսա զգուշացնող տոնով ավարտեմ։ Պողոս Առաքյալն է գրել Հռոմեացիս թուղթը, ասում է, բայց դու, ով, մարդու մասին է խոսում,
քո խստությունով եւ անզեղջ սրտով հանդիպել եք մարդկանց, ովքեր իրանք շատ խստացրել են Քրիստոս, չէ՞, Քրիստը եւ անզեղջ սիրտ ունեն։ Այսինքն սիրտ, որը չի զղջում։ Անմա, ասում լավ եմ անում։ Անումա դու ոչ մի զղջման արտահայտություն բան իր մոտ չես տենում։ Փոշմանած վիճակ դու իր մոտ չես տենում։ Պողոս առաքյալն ասում է, բացատրում եմ, դու խստացրել ես քո սիրտը եւ դու զղջում չունես քո արածների համար։ Լսում ես ինձ լսի, հեռախոսի զանգը իզուր չեք անջատել։ Եվ դու ասում ես, նայեք, այդ վիճակը, կրկնում եմ, խիստ մարդը, սենց վիզը հաստացրած, չաղությունը ի նկատի չունեմ։ Այն որ չեմ կոտրվում։ Իմ ասացն Աստծո առաջ, իմ ձևն է ճիշտ։ Ասում ես քո խստությունով եւ քո անզեղջ, այսինքն չզղջացող, չփոշմանող սրտով, ասում ես դու քո անձի վրա բարկություն ես ստիզում։ Ով ասե Պողոս։ Այսինքն, նայեք, ուզում ես, օրինակ եմ ասում, 10 հատ բան արածն ես վատ, բայց եթե դու խիստ չես տենց, խստապարանոց, լոպաս, չկոտրվող, հպարտ, ընդունող ես և սրտիդ մեջ զղջում ունես, Աստծո բարկությունը չի գալիս։ Հիմա հասկանում եք ինչ եք ասում, բայց Աստծո բարկությունը գալիս է, եթե մարդն էսպիսին է, որ մարդը չի կարող ասի, որ ես ինչ եմ անում, ես մեկ նստում եմ ներլինել եմ ասում, դեմիցել եմ ասում։ Այն մարդը, ով չի կարող իրան ստոպ տա, ինքը վտանգավոր մարդ է։ Դու պետք է կարենաս քո ընթացքների մեջ սխալ, դու քեզ ստոպ տաս։ Մեկ դու ինքդ քեզ ասես, ես ինձ եմ ասել, մի հատ ստոպ ես ինչ ես անում, դու կարող ես խելքդ գցել ես։ Էս ինչ ընթացք է, էս ինչ վիճակ է, օրինակ եմ ասում, չի լինում իմ մոտ այդպես բան, բայց ասեմ, ամենաթեթև բանը, օրինակ, ես 3 օր սուրբիր չես վերցել ձեռդ, կարող է խելքդ թրցել ես։ Ո՞ր ես ընկել։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Դու քեզ պետք է ստոպ տաս և կարենաս հետ քաշվես։ Երբ որ դու քեզ ստոպ ես տալիս ու հետ ես քաշվում, Աստված ասում է, արի ես հենց այդ էի ուզում։ Հենց էսի այդ ստոպ տալու հետ քաշվելը սխալ ընթացքից։ Էս է, որ դու խիստ չես, խստապարանոց չես ու անզիղջ չես, զղջացող սիրտ ունես։ Աստված ասում է, այս սկզբից որ ասում է, դուք գիգանտ եք, դուք հրաշք եք, դուք օրհնություն եք, դուք լիքը պարգևներով, նվերներով մարդիկ եք, բայց ինչ որ մի բան փակել է, խանգարում է, այն որ սկզբից ասում է, էջը փակի Աստված կանչում է։ Ամեն, Աստված կանչում է, փակի էջը։ Ասա եկել եմ Տեր։ Անկեղծ եմ ասում, մի հատ անպիտան մարդ ստե չկա նստած։ Արքայության համար անպիտանի նկատի ունեմ։ Քրիստոսի արքայության համար անպիտան մարդ ստե չկա նստած, բայց ինչ եմ անում ես։ Ուրեմն ես։ Հա Աստված ինձ այդպես է տենում։ Աստված տենում է իմ ան ու բեմ միջև վերջ։ Ես ուրեմն։ Ես ինչ եմ անում։ Տեր Աստված, ես ուզում եմ իմ անձի վրա օրհնություն դիզվի, ոչ թե բարկություն։ Սխալվել եմ, խնդիր չի, դառնում եմ։ Մեղ գործեցի, խնդիր չի, դառնում եմ։ Խնդիր չի, հասկանում եք, չէ՞ ինչ է, չեմ ասում գնա ինչ ուզում ես արա։ Դառնում եմ։ Եկա մեզ հատեր, ասում եմ, ապրես, ես էդ էի ուզում, որ դու քո ընթացքներից դառնաս, որ դու հետ կայնես քո սխալ ճանապարհներից ու քո վրա օրհնություն դիզվի։ Եթե օրհնություն էլի հասկացար փող, ես իշտեմ եկամ նստեմ Տերս։
Բայց այո, էդ էլ է դրա մեջ, բայց 100-րդ է։ Ամեն։ Մի հատ համար ասում եմ Անահիտի մոտեկի չկա, ինչի չկա, որովհետև այսօր գիշեր երազիս մեջ ես մի հոգու այդ համարը քարոզում եմ, բայց չգիտեմ ով էր այդ տղա։ Ինձ անծանոթ է, երազ եմ տենում, որ այս տղեն եկել է սենց նեղված, կոտերված, սենց մի քիչ էլ մեղադրանք կա մեջը։ Կարող ալնեմ մի 35 տարեկանի մոտ մի հատ տղա։ Մի քիչ էլ սենց մեղադրանք կա մեջը, սենց ու ես չգիտեմ խի, ես այս տղուն քարոզում եմ, ես լացում եմ ինքը լացում է, ես լացում եմ ինքը լացում է, երազս մեջ։ Հերա ասի, այս համարը կասեմ, այն անգամ Շիրազի տասնյակին է, մենք ասում ենք տես բաներ մեր տասնյակների։ Լավ տեղերից է մի խոսքեր։ Ինքը մի քիչ կարող անտեսված է, կարող է չնկատված է։ Նես չի ես չեմ խոսացել այդ մասին, հիշում եմ, որ ստեղից խոսացել եմ։ Վաղաքի 15-ը։ Ասպա և ինչ էր փնտրում այն մեկը, Աստծո մասին, Աստված ինքը իր մասին է խոսում։ Ասպա և ինչ էի փնտրում ես, բացատրած եմ ասում։ Ասպա ով ուներ, ունի հոգու առատությունը։ Աստված հոգու առատություն ունի։ Ասպա նա փնտրում էր Աստծո սերունդ։ Ասում էր ես ունեմ հոգու առատություն այնքան, որ կարամ ստեղծեմ քեզ, ես քեզ եմ ուզում, մենք ուրիշ թարգմանության մեջ, եթե հին ձեռագրերի մեջ նայեք, կտենաք, որ սերունդ պլյուս ընտանիք։ Ինչ էր ուզում Աստված, սերունդ և ընտանիք, և ինձ ու քեզ ստեղծեց, որ մեզ ունենա որպես իրա սերունդ, իրա հետնորդ ու իրա ընտանիք։ Դուք հասկանում եք ինչ ես, բայց ուրեմ ես։ Մտածի ես մասին։ Հիմա կարող ասես, ես վերստին ծնվել եմ բավական եմ, ես իր ընտանիքի անդամ եմ, ես էլ փայ չկարենամ վիճեմ, որտեղ ճիշտ ես ասում։ Բայց եթե դու մենակ ընտանիքի անդամ լինելու համար ես, կարաս մարտի 15-ի կիրակին մնաս տունը, չգաս եկեղեցի։ Հասկացար ինչ եմ ասում։ Նա հոգու առատություն ուներ, մեզ էր փնտրում, ամեն